Էջմիածնի մայր տաճարում հնչում է ամենալավ լուրը։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ 2000 տարվա վաղեմություն ունի Քրիստոսի ծննդյան ավետիսը։ Տոնական պատարագին Էջմիածնի մայր տաճարը մարդաշատ էր։ Ամենայն հայոց կաթողիկոսներ պատարագում։ Շուրջ 3 ժամ հայ առաքելական եկեղեցու հետևորդները խաղաղ պատարագի էին, առանց որևէ ինտրիգի սպասման։ Կհնչի վեհափառի անունը թե ոչ, խորան կբարձրանա կարգալույց մի քահանա, ուժայինները եկեղեցու դուռը կհսկեն, այս ամենը տեղի ունեցավ այլ եկեղեցիներում։ Ես ունեմ մեկ հավատք, մեկ եկեղեցի, մեկ առաջնորդ։ Մայր տաճար պատարագի եկածներից ում հարցրինք վեհափառին գահից իջեցնելու Հայաստանի վարչապետի պլանին մեղմ ասած համաձայն չեն։ Փաշինյանը շատ բան ասում, Փաշինյանը ամենառավոտ մի բան ասում է, որին համաձայնում ենք։ Ույ ցավացել, իշխանությունը թող չխառնի եկեղեցու գործերին։ Եթե կարող է թողանի, ինքը պիտի անի։ Իրանն է եկեղեցին, վեհափառը, ամբողջ հայությանն է։ Հիմնավորում է, որ ծառայում է մայրաթորը վեհափառը օտար երկրներին, քաղաքականության մեջ են եկեղեցականները։ Թող տեսնենք, թող ցույց տա։ Իսկ ինքը ումնա ծառայում, կներես էլի։ Երկրի վարչապետը թող եկեղեցական հարցերից պոկվի ու թոշակների մասին մտածի, ամոթանք է տալիս այս կինը։ Ինքը իրավունք չունի վեհափառին հանի կամ դնի։ Ինքը օծված է, ինքը պետքա ծառայի ինչքան պետք է, մենք իրանից գոհ ենք։ Նիկոլը թող իր սխալների համար մտածի, որ մարդկանց այսին ճզմում է, քամում է։ Ինչ նկատի ունենք թոշակները, որ մեզ ինքը իր մի օրվա ծախսել չի։ Այդ մեր թոշակը մի օրվա ծախս ինքը մարդը ուզում է ապրի, մենք չենք ուզում, ամոթ իրան։ Մենք պետքա մեր արժեքները պահենք։ Այսքանը։ Վեհափառին նույնպես արժեք եք համարում։ Իհարկե։ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի մայր եկեղեցում էր պատարագի մասնակցում։ Այս տղամարդն այդ եկեղեցու դպիրներից է, բայց պատարագի ժամին մայրաթոռում տեսանք։ Տեղեկացա, որ մեր ամենայն հայոց հայրապետի անունը զեղչվել է եւ դրա համար չցանկացա մասնակցել պատարագին։ Շատ սխալ է, այդ մամուտները չի կարելի։ Եկեղեցին անսասան է ու հզոր է։ Մենք բոլոր հայ առաքելական եկեղեցու հետևորդներով կանգնած ենք մեր եկեղեցու կողքին ու նվիրված ենք մեր վեհափառ հայրապետին։ Մարդկանց փոխանցում եմ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները վեհափառի հասցեին։ Օտար երկրի շահերն է սպասարկում։ Եկեղեցին ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ, դուստր ունի, լսել չեն ուզում։ Չէ, ես տենց բաներ չեմ լսել ու չեմ էլ ուզում լսել, որ ասում են այդ մասին։ Դա բոլորը սխալ է։ Այս տղամարդը կասկած չունի Փաշինյանին միացած 11 միաբանները ուղղակի կաշառված են։ Որ մեկն է մաքուր է 11 հոգևորականներից, որ ուզում են իրան գահանգեց անեն։ Կարող եք ասել։ Մաքուր մարդ կա հիմի։ Բազում բարեգործություններ արեցին մարդկային ազգի համար։ Վեհափառը մաքուր է եւ մաքուր էլ կմնա։ Այս մարդը վստահ է վեհափառի դեմ արշավանքը հաջողություն չի ունենա, համենայն դեպս այսօր ու առաջիկայում։ Այսպիսի բան չկա, որ վեհափառին հեռացնե, վեհափառը պետք է հեռանա իր մահով։ Սուրբ Ծննդյան պատգամում ամենայն հայոց կաթողիկոսը այնինչ տեղի է ունենում անվանեց եկեղեցու դեմ բռնաճնշումներ։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը եւ խորը վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների մեր Սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան, հավատարիմ իր տերունաշնոր կոչմանն ու առաքելությանը։ Վեհափառն ընդգծեց հայ եկեղեցին բազում հարձակումների, սոսկալի նեղությունների ու տառապանքների միջով է անցել, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել։ Կարեգին երկրորդը հավատում է, որ մեղքերի մեջ կորած մարդուն Տերը կփրկի անկումներից։ Հայց վերարակենք հայրենազրկված Արցախահայ մեր զավակների տոկունության ու ոգուամրության եւ նրանց ոտնահարված իրավունքների վերականգնման համար։ Սուրբ Ծննդյան պատգամում նույնպես կաթողիկոսը հիշեց արցախցիներին, գերության մեջ գտնվողներին, բանտված հոգևորականներին ու անհայտ կորածներին։
Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին է միանում Մայրաթորի 11-րդ միաբանը, Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Վարդապետ Ալջանյանը։ Ինչպես է վեհափառը պատկերացնում հանգուցալուծումը, արդյոք նրանց կարգալուծության հարցը կքննարկվի։ Գարեգին երկրորդը մեր հարցերին չպատասխանեց շպիտով։ Հիմա չէ։ Նաթան arczepiskoposin տոնական տրամադրությունից հնարավոր չէր հեռացնել ոչ մի հարցով։ Տոն է եւ նման սուրբ օրն ու տոնը ու պահը չի կարող խամրել, չի կարող խաթարվել որևէ ուրիշ հարցով։ Մայրաթորի շուրջ խաղաղ մթնոլորտի համար աղոթում են ոչ միայն Հայաստանի եկեղեցիներում։ Մեր բոլոր եկեղեցիներուն մեջ մեր ամենաչերմ աղոթները պիտի ուղղվին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի անթորության համար։ Էջմիածինը կհիշենք շվարած ու տխուր Պոլսո հայոց պատրիարքն է Սուրբ Ծննդյան ուղերձում անդրադարձել իր ձևակերպմամբ ազգընտիր ու օծյալ կաթողիկոսի դեմ հարձակումներին։ Երբ եւ ինչպես Սուրբ Էջմիածինը շրջապատող քաղաքական մշուշը պիտի վերնա եւ վերստին բայցարաբես պիտի ներշնչե մեր ազգը որպես զորակույն խորհրդանիշը միության եւ Բեթղեհեմյան սրբության։ Սահակ arczepiskopos Մաշալյանը վստահ է լուծումը ոչ քաղաքական գործիչներինն է, ոչ էլ առանձին հոգևորականներինը, հրատապ ազգային եկեղեցական ժողով պիտի հրավիրվի։ Մայրաթորը այդ ժողովի նախապատրաստության մասին արդեն հայտարարել է։ Կաթողիկոսի վրա եկեղեցակիրորեն միակ հեղինակավոր կառույցն է ասկային եկեղեցական ժողովը, որ կբարունագե աշխարհադարած հայության իմաստությունը եւ հավաքական գամքը, որ լիազորված է նման խնդիրները ղեկավարելու համար։ Պոլսո պատրիարքը որդիական ակնածանք է հղել ամենայն հայոց կաթողիկոսին։ Սահակ arczepiskoposը մտածում է, որ այս տարի փորձանքներ ու իր բառով պատահարներ կլինեն։ Առաջարկում է չմոռանալ, որ Աստված մեզ հետ է։